ճկատվորությունը, հեսա շորը ճկատվորությունը։ Զարուհի Փոստանջյանը Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում պահանջում է ցույց տալ ցուցակները, որոնք իր համոզմամբ պահարանում են։ Շտաբի աշխատակիցը թույլ չի տալիս։ Իսկ ինչու եք թաքցնում։ Այսպես մի քանի րոպե շարունակ մինչև նախընտրական շտաբ կժամանային ոստիկանության աշխատակիցները։ Նրանք էլ հայտնեցին, պատգամավորն իրավունք չունի ստուգել շտաբի պահարանի դարակները։ Պատգամավորը չի կարող պահանջել նման բաներ, նա իր իրավասությունների մեջ չի։ Փոստանջյանը հայտարարեց, որ շտաբում ընտրակաշարք է բաժանվում։ Գիշերը բաժանել են գումար 5-ից 10,000 դրամ։ Ոստիկանները պահանջեցին, որ Փոստանջյանն ու նրա կողմնակիցները դուրս գան նախընտրական շտաբից։ Ոստիկանները ֆիզիկական ուժ գործադրելով Փոստանջյանին դուրս բերեցին շտաբի տարածքից։ Ընտրակաշարքի մասին հայտարարության առթիվ նախապատրաստվող նյութերը գլխավոր դատախազությունը հանձնել է հատուկ հնչական ծառայությանը։ Մուտք գործել ընտրական շտաբեր, խոչընդոտել այդ աշխատանքների կատարմանը, պետք է նկատել, որ սա եւս անթույլատրելի արարք է։ Ժամը 8-ի դրությամբ ոստիկանությունը ստացել է 69 ահազանգ, 2-ը քաղաքացիներից, 16-ը ոստիկանությունից, 29-ը մամուլից, 1-ը հանձնաժողովից, 11-ը վստահված անձանցից, 4-ը այլ աղբյուրներից։ Ահազանգերը եղել են ընտրողներին կաշառք տալու, դիտորդին խոչընդոտելու, 1-ից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թեժ գծով ստացել է 9 ահազանգ։ Դրանք վերաբերել են քվեարկության օրենքով սահմանված կարգին։ Բողոք ներկայացնողներին տրվել են իրավաբանական խորհուրդներ։ ՄԻՊ-ը ուսումնասիրել է մամուլում սոցցանցերում խախտումների վերաբերյալ 113 հրապարակում։ Առերևույթ հանցագործություն պարունակող տեղեկություններն ուղարկվել են քրեական հետապնդման մարմին։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։